Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որը նվիրված էր Ներուժ 5 Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ամփոփմանը, որի ընթացքում ներկայացվել են արդյունքները, հաջողված նախագծերը, նաև քննարկվել է Սփյուռքից Հայաստան բերված գաղափարների դերը տեխնոլոգիական ոլորտի զարգացման տեսանկյունից։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը հերթական անգամ ընդգծել է, որ Ներուժը դարձել է կարևոր հարթակ սփյուռքահայ տեխնոլոգիական մտքի համար, միավորելով համաշխարհային փորձը տեղական զարգացման օրակարգի հետ։ Բացի դա, Ենգիբարյանը նշել է, որ այս տարի հայտերի ընդունման ժամկետները երկարաձգվել են։ Այս տարի Ներուժը իրականացվում է 6-րդ անգամ եւ իր ուրախություն մեր սփյուռքահայ ստարտափների պիտի նշենք, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարացվում է մինչև մայիսի 30-ը, հնարավորություն տալով մեր սփյուռքահայերին ավելի լավ պատրաստվել եւ ներկայացնել իրենց ստարտափները, որովհետեւ որոշակի զանգեր եւ առաջարկներ եղավ նաեւ այս առումով մեր սփյուռքահայերի կողմից, որ դեռևս չեն հասցնում իրենց ստարտափները հավուր պատշաճի կազմել եւ ներկայացնել եւ նաեւ որոշակի, այսպես ասած, խնդիրներ հաշվի առնելով մենք որոշեցինք, որ հայտերի վերջնաժամկետը պետք է երկարացվի եւ ֆիքսում ենք մայիսի 30-ը։ Ներուժ 5 Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ժյուրիի անդամ Ռեմ Դարփինյանն իր հերթին խոսել է ստարտափների մակարդակի մասին, նշելով, որ այս տարի մասնակցած թիմերը, չնայած դժվարություններին, ներկայացրել են բարձր որակի եւ գործնական պոտենցիալ ունեցող նախագծեր։ Շփվելով անցյալ տարիների մասնակիցների հետ, ամենակարևոր ֆակտորը կարող եմ նշել, որ իրենք չէին պատկերացնում, թե ուր են գալիս եւ ինչի համար են դա մասնակցում, եւ իրենց հետաքրքիր էր այսպես թեթև ինտերվյու էի անում առաջի օրերին, երբ որ իրենք նոր էին եկել, եւ վերջի օրերին, երբ որ արդեն անցնում են ակսելերացիոն ծրագիրը եւ վերջացնում էին, եւ իրենք էին նկատում, թե ինչքան մեծ փոփոխությունը տեղի ունեցել իրենց գաղափարների մեջ, իրենց պատկերացումի մեջ, թե ինչպեսին է հայկական էկոհամակարգը, ստարտափային էկոհամակարգը եւ իրենց ամենամեծ խնդիրը, որ իրենք բարձրաձայնում էին, որ իրենք չէին մտածում ինչ լավ տեղ են գալիս։ Իրենց մտածում էին, հա, ինչ որ մի հատ ծրագիր է, կգանք, կմասնակցենք, բայց իրականությունում հասկանում էին, թե ինչքան լավ արդյունքներ են ստացել, ինչքան լավ արդյունքներ են գրանցել, նոր մարդկանց հետ են շփվել եւ ավելի լավ են պատկերացրել, թե ինչպեսին են հնարավորությունները Հայաստանում։ Ներուժ 5 Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հաղթող ճանաչված Mobisi ընկերության հիմնադիր Նարեկ Մանուկյանն էլ ներկայացրել է իրենց նախագիծը, ուղղված թվային լուծումների մշակմանը։ Մեր գաղափարը այսօրվա օրով ամենահայտնի տրենդային արհեստական բանականության հետ է կապված կարճաժամկետ վարձակալության ոլորտի հետ հնարավորություն է տալիս օգնել հյուրերին եւ վարձատուի հետ կոմունիկացիան ավելի հեշտ կազմակերպելու համար։ Ասուլիսի ընթացքում խոսվել է նաև պետական աջակցության եւ ներդրումային հնարավորությունների մասին, անդրադարձ է կատարվել Ներուժի ապագա փուլի պլանավորմանը, նաև ծրագրի ընդլայնման հեռանկարներին, որպեսզի հնարավոր լինի ընդգրկել ավելի մեծ թվով սփյուռքահայ մասնագետների եւ ձեռնարկատերերի, քանի որ ծրագիրը դարձել է օրինակելի փորձ, թե ինչպես կարող են պետական մարմինները, մասնավոր հատվածը եւ Սփյուռքի տաղանդը միավորվել հանուն մեկ գաղափարի։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։